Բաներ գրեր, մենք լսեցին մեր մատյորս երբուրը, ասում, մենք շատ ուրախ ենք, որ նման իշխայներ ունենք։ Ես մի քանի խոսքով ուզում եմ ինձ մի հարցի պատասխանել և երբայրներ եք շարունակել։ Ուրեմն շատ դեպքեր կան, որ մոտենում են ասում են երբայրան ինձ անհասկանալի է, թե ինչ է կատարվում իմ կյանքում, այսինքն ես ասում եմ չեմ հասկանում, թե որ կետն եմ խախտում, որտեղ եմ սայթակում, ինչն է ասենք խանգարում, որ ժողովուրդ ջան, որպեսզի ասենք աղոթի ժամանակ հանդիպում ունենանք Տիրոջ հետ։ Իհարկե ես հարցի մասին երբաները շատ եմ խոսել, բայց ես կրճատ ուզում եմ նորից ամփոփել։ Ժողովուրդ ջան, մարդը իհարկե այդպես բարձրաձայն չի համարձակվի ասել, որ Աստված ինձ մի հատ ծրագիր է տվել, ես այդ ծրագիրը ստուգել սխալ եմ անել և իմ ծրագիրը գրել եմ ու ուզում եմ պարտադրեմ իրան։ Ասենք, այդպես բարձրաձայն չի համարձակվի ասել, բայց ռեալ իրական կյանքում մարդը այդ բան անում է։ Այսինքն ինչ անում։ Ենթադրենք մի հատ հարց պետք է լուծվի, ոգևոր մի հարց։ Ինչ ծրագիր, որ ինքը գրում է, լուծման ծրագիր, չի ուզում դրանից ձեռք քաշի, ուզում է պարտադրել Աստծուն։ Դրա շատ պարզ ու վառ օրինակը մենք կարդում ենք Ասորի Նեմանի բժշկության պատմության մեջ։ Նեմանը ծրագիր էր գրել, որ այսպես մարգարեն դուրս կգա կդիմավորի և այլն ձեռքը կերեցնի իմ գործության տեղերի վրա, իր Եհովա ասվանը կանչի և ես կբժշկվեմ։ Թվում է, թե ծրագրի մեջ ոչ մի սխալ բան չկա, ոչ մի տարօրինակ բան չկա, լրիվ նորմալ ճիշտ տեղին գրված։ Ինքն ասում է, ես մտածում էի այսպես։ Բայց որ մարգարեն դուրս չեկավ, որ մարգարեն իրան չդիմավորեց, հենց սկզբից այդ ծրագիրը խախտվեց։ Ոչ թե կեսից խախտվեց, հենց սկզբից խախտվեց։ Եվ իհարկե բացի այդ ծրագրից ինքը իր հետ բավականին կաշառք էր բերել։ Դեռ քանի որ ինքը շատ հայտնի մարդ էր, ռազմական մինիստրն էր ամենահզոր պետության։ Հիմա ծրագիրը խախտվեց իր գծած ծրագիր, ինքը խռովեց ու ուզում էր գնալ։ Ու հետո չեմ ուզում երկարացնել, դուք գիտեք, որ ինչ կատարվեց, ծառաները համոզեցին, հետ դարձավ, գնաց լրացվեց Հորդանանի մեջ 7 անգամ։ Ուրեմն ասում եմ, ծրագիրը խախտվեց, ինքը խռովեց, հետևի։ Հիմա մեր հնարած ծրագիրը որն է։ Աստծո ծրագիրը հետևյալն է։ Ասենք մեկ Իրանից հեռու է, դա առակ անառակ գործում, պետք է տեղի ունենա հանդիպում, հաշտություն, անառակ գործին եկավ գործում, դեռ չեն քննարկում, որ վերջը հեռու տեղին քնզին եկավ, պատմուճան հագավ, ոսկի մատանի դրեց, մատը կոշիկներ հագցրեց և նստեցին սեղան, խնջույքի, բարած զվարանը նորթեցին, որ ուտերցում են։ Ժողովուրդ, ուրեմն հստակ թերթականություն է։ Առաջինը պատմության, հետո ոսկի մատանի, հետո կոշիկներ, հետո խնջույք։ Մարդը ճիշտ հակառակն ասում, չէ ասում, այդպես չէ, ավելի սխալ է։ Առաջինը խնջույք, հետո կոշիկներ, հետո մատանի, հետո էլ պատմությանի մասին կամ կհիշենք, կամ էլ որ ժամանակ չեղավ մոռնանք։ Այսինքն ճիշտ հակառակն ասում և պարտադրում ասում։ Գիտեք, հիմա շատ այդպես տարօրինակ է, չէ ձեզ համար, որ ես այդ ասում եմ։ Ասենք ինի մեջ եկել ասում է, որ ես եկել էի ճամբար, ես հիշեցնում եմ,
երկու տարի առաջ մի եղբայր ասում էր, այն հույսով, որ Տերը պետք է ինձ հանդիպի, այցելի, իմ բոլոր ուրիշ եղբայրների Տերը այցելեց, բացի ինձանից, ուրեմն ես արժանի չեմ, կամ իմ մեղքերը չի ներել, այսօր վերջի օրն ասավ դրա եղբայր, այսօր էր եթե Տերը ինձ չայցելեց, ավտո եմ եկել, ասար գնում եմ, ես ճանապարհին թռնեմ ձորը։ Հիմա ժողովուրդ ջան, այսինքն ինչ է ինքը փաստորեն ասում։ Փաստորեն ասում է, ինքը չունի դիդակտիություն պատմուճանի մասին, ինքը բավարար եղբայրը կարոզում էր, չէ, առաջին դասին մարդկային արդարության, աստվածային արդարության մասին։ Ինքը անտեղյակ է դրան, իր մարդկային արդարությունը հաստատել ուզելով, ասում է առաջ խնջույքը բդիվի, չէ, գնում եմ իսկ չեմ պատրում։ Այսինքն, հմի ոնց որ մի հատ մարդ ներս մտնի ես դալիճ, ոչ թե ոտերը ներքև գլուխը վերև, այլ սպորտսմենները կան, որ թարս են գալի, չէ, ձեռները ներքև, ձեռների վրա են քայլում։ Գլուխը ցած, ոտերը դնկած, այդպես կարան քայլեն։ Այդպես մենք հոգեբանորեն պարտադրում ենք ասում, որ առաջ պետք է լինի խնջույքը։ Հետո մարդուն ստիպանել չի դարվում, են մնացածը ստիպել չի դարվում։ Այսինքն թարս են, ստիպում են, յազվում են, պարտադրում են։ Բայց մենք պետք է ուղղակի հասարակ բան խոնում են իր ասածին։ Արս բան եմ ասում, ժողովուրդ ջան, ոչ թե մեր ծրագիրը պետք է մեր խելքի փչացով, համառությամբ առաջ տանեն, ստիպեն, կռվեն, խռովեն, այլ ուղղակի հասարակ, շատ հասարակ բան եմ ասում, այդ ծրագիրը պետք է ճղեն, ձեն տապեն, որպես հիմարություն, ինչը որ մարդն է, ասում է թող բոլոր մարդիկ սուտր լան, Աստված ճշմարիտ, որպես մարդկային ստեղծարարություն պետք է ճղեն շվրդեն, որպես զիբլանոցը գցեն։ Հետո ասենք Աստված ջան, դու ոնց ես ուզում որ անեմ։ Աստված չես ասի, որ առաջի հերթին դու պետք է ճանաչես աստվածային արդարությունը, որը տրվեց անավակ որդուն, ինչի հիման վրա նրա սրտում եղած փոփոխության։ Եվ այլն, այդ մասի շատ եմ խոսել, չեմ ուզում երկարացնեմ։ Երկրորդը պետք է դրվի մատանին, ոսկին տա կյանքի խորհրդանիշն է։ Դու պետք է ընկալես, որ բոլոր մարդկանց Տերը պարգև է տալիս։ Կյանքի և արդարության պարգևը տալիս է բոլորին։ Այն մյուս պարգևները կարող է մեկին տա, մեկին չտա։ Բայց բոլոր իրար զավակները, ոչ մի իրար զավակ մարդկային արդարությունով երկին չի գնալու։ Բոլորը դնում են աստվածային արդարությունով, Քրիստոսի պատմությանը առած, իսկ դա պարգև է։ Միայն նրա համար, որ դու ուսրդում, հավատում ես, ասում ես, որ Հորստանից, հեռուց, սովից կմեռնեմ, այդ նախադասությունը։ Սով ասելով նկատի ունենք հոգևոր սովը։ Մարդ իր սրտում այդ նախադասությունը, որ ասեց, որ իր հոգին կկշտանա միայն Աստծու սիրով, Աստծու ներկայությունով, աշխարհի փառքը ուտելով սովամահ կլինի, եթե իր սրտում այդ նախադասությունը ասեց, Աստված այդ ժամանակ իրան տալիս է արդարության պարգևը, պատմուճանը։ Եվ եթե մենք շատ խորը մտածում ենք, թե այդ ինչ տվեց մեզ, զարմանում ենք։ Ռուսներն ասում են «Слишком чудным, чтобы быть правдой». Չափազանց հրաշալի է, որպեսզի ճշմարիտ լինի, այնքան հրաշալի է, որ դժվարն է հավատալ։ Այսինքն դու սրտում, որ այդ նախադասությունը ասել ես, Աստված քեզ հայտարարում է արդար, նույնքան արդար իշխան Քրիստոս իր առաջ, որտեղ հենց Քրիստոսի արդարությունն է քեզ տալիս։ Եվ երկրորդը նա քեզ ոսկի մատանի հարցրեց, այսինքն հավատքով դու հաղորդ ես լինում աստվածային բնությանը, ժողովուրդ ջան։ Եվ երբ որ դու հասկանում ես, որ այդ կյանքը եկավ քո մեջ դու բժշկված ես, քանի որ չես մերժել։ Դու տեղի ունենում Եսայի 61-ը, այդ ովքեր որ ինձ մոտեցել այդ նույն հարցը տվել, այդ թող կարդան ժողովուրդ ջան, Եսայի 61-րդ գլուխ
ընդեղ ասում է, որ իմ հոգին Տիրոջով պետք է ինչանի ցնծալ, քանի որ ինչ արեց։ Այսինքն էմոցիան, զգացմունքը ուրախության, ցնծության գալիս է եւ ինչպես իմ հոգին իմ Տեր Աստծով պիտի ցնծա, ստորադեր, քանի որ պատճառ ասում է, քանի որ ասում է ինձ արդարության պատմուճանով ծածկեց եւ փրկության հանդեսներ հարցրեց։ Երբ որ մենք այդ ամենը ընկալում ենք Ժորժ ջան, Սուրբ Հոգով, Սուրբ Հոգին մեզ բացում է, դե Աստված բացում է, ընկալում ենք, պատմուճանն ենք ընկալում եւ կյանքի բարձև է փրկության։ Մենք Աստծու արածի վրա ուրախանում ենք։ Եվ այդ process-ը մեզ բերում է խնջույքին։ Հիմա այս Աստծու ծրագիրը, դու պետք է ուշադիր կարդաս, աղոթես, որ Աստված բերի քեզ առաջի կետին, տարբերես իրարից։ Մի նախադասություն էլ ասում եմ աղոթ կանեմ, Ժորժ ջան, վերջը այս գործը Սուրբ Հոգին դյանի, չէ, մարդը չի կարա։ Մարդը կարա, մարդուն բերի Աստծու հետ հաշտեսնի, չի կարա։ Ով պետք է գործ անի, Սուրբ Հոգին դյանի, չէ, Սուրբ Հոգին, որ գա աշխարհ, ինչ պետք անի, հիշում եք ոնց է գրված։ Առաջինը մարդուն ինչ անում, հանդիմանում է մեղքի համար, սա համար է որդում է, որ պահն։ Են որ ասում է ինքն զինք է եկավ, հիշում եք, այսինքն ֆայ մեծ հասկացավ, որ հորդանից հեռու ինք ինչ կլի, իր հոգին սովամար կլի, էդի էդ պահն է։ Երբ որ Սուրբ Հոգին կա աշխարհ, աշխարհը կհանդիմանի մեղքի համար, չէ, մեղքի որից չհավատացին։ Սա Սուրբ Հոգու գործն է, Ժորժ ջան, Սուրբ Հոգին, վերջը մենք միթե այդքան պետք է համարենք, որ մտածենք, որ մենք պետք է անենք, ոչ թե Սուրբ Հոգին։ Այս Սուրբ Հոգին թե ոնց է գործում, դա դրանց է, ինչի՞ է հակառակում իր քայլերին։ Ասենք անարակ որդին ինչ եղավ, ինքը զինք է եկավ, չէ, հասկացավ, որ հորդանից հեռու սովից կմեռնի, իշխան էլ աշխարհը չես պարտա, ու հոգին մնալու է սոված։ Այն երկչին, որ հիշեցրեց Մատթեոս եղբայրը, Մայքլ Ջեքսոնը, նա հոգեկան սովից էր, վերջապես հոգու սովից էր որնում շատ անգամ, ոչ թե երկում։ Այսինքն, ստեղ Սուրբ Հոգին հասկացնում է, որ Աստծուց հեռու դու սովամա ես եղել հոգեպես։ Սա Սուրբ Հոգու հանդիմանությունն է մեղքի համար։ Իսկ երկրորդ գործը ինչ է կրա, Ժորժ ջան։ Երբ որ Սուրբ Հոգին կա աշխարհ, աշխարհը կհանդիմանի մեղքի համար։ Բայց երկրորդը արդարության համար, բաց գրած է։ Այսինքն Սուրբ Հոգին ինչ անում մեզ։ Մարդկային արդարության համար մեզ հանդիմանում է եւ մեզ սովորացնում է, որ ինչ անենք։ Ընդունենք աստվածային արդարությունը, ինչ կա այստեղ այն հասկանալի, ասեք թե նա։ Ասեք, գրված է այդպես, թե չի գրված։ Գրված է։ Հիմա եթե ես հակառակում եմ դրան, ինչ արդարություն, ինչ բան, աստվածային արդարություն, ես ծով եմ պահել, ես եմ արել, եղբայր ջան, գիտես, ես 40 օր ծով եմ պահել, ես իմիջ ռեկորդներ եմ արել, ես չեզ ով էր ասել ռեկորդներ արա։ Դու արի սովորի, Իսրայելից մի նմանի, Իսրայել ինչ արավ։ Չուզեցավ Աստծու արդարությունը ճանաչի եւ զորով ուզում էր ինչ անել։ Հաստատել իր արդարությունը, չէ՞։ Եվ ժողովուրդ ջան, արդարությունը եւ հետագայում ասма Սուրբ Հոգին ինձանից կարդիկը պատմի ձեզ, որովհետեւ այն ինչ որ հայր ունի, այդ բոլորը ես ունեմ։ Այսինքն կյանքի մասին ձեզ կպատմի, այսինքն ոսկի մատանուց խոսա, ոսկուց խոսա։ Հիմա սա Սուրբ Հոգու ծրագիրն է, առաջին քայլ, երկրորդ, երրորդ, չորրորդ։ Հիմա մենք ասում ենք, այդպես պետք է չլինի։ Տեր, ես աղոթել եմ, Տեր ինձ չի այցելել, չի մյուսներին այցելել, ինչի։ Չես ուզում ենթարկվես իր ծրագրին։ Ոնց անի Աստված, ոնց բարմի չես էլ։ Ուրեմն Ժորժ ջան, բոլոր այդ եղբայրները, որ ինձ մոդերն բարձրանում են, կամ մյուս եղբայրներին, իմացեք,
ոտները վերև, ձեռների վրա չարժեման գալ։ Պետք է մանկարն ես, ոնց որ Աստված նստի ոտների մեջ է գլուխը վերև։ Այսինքն պետք է մենք Սուրբ Հոգու գործը հերթականությամբ ընդունենք, ենթարկվենք, տեղ տանք, պետք է մենք ճանաչենք պատմության, ճանաչենք ոսկի մատանի, ճանաչենք կոշիկներ և ճանաչենք խնջույք։ Պարզա, այդպես։ Մեկը ուշ թե շուտ պետք է ստիպված ենթարկվենք, ինչքան շուտ ենթարկվենք, այնքան մեր օգուտն է, ճիշտ կտանջվենք։ Մարդը գալիս ասում է 10 տարի տանջվել եմ, ճիշտ տանջվել, ենթարկվել Աստծո ծրագրին։ Հիմա մենք շատ կարճ ու պարզ աղոթք կանենք, որ Աստված այդ ծրագիրը իր Սուրբ Հոգով մեզ հասկացնի, այդքան բան աղոթեմ, փառք քեզ, ողորմած Աստված։